Բարևինկերներ, այս օրերին մոդա է, որ բոլոր ժողովուրդը Հայաստանում, Հայաստանից դուրս Եվրոպայում լինել հակառուսական։ Ես ուզում եմ գնամ այսօր հոսանքի հակառակ։ Ուղղակի ուզում եմ ինչ-որ անալիզ անեմ, որ Ռուսաստանը Հայաստանի համար ինչքան է վատ եղել։ Ցանկացած մարդ, որ տելևիզիոնի մեջ խոսում է կամ փոդքասթներով կամ YouTube-ում, խոսում է ռուսները սենց են արել, նենց են արել, մեր հողերն են հանձնել, ես եմ թուրքերի հետ ձեռձեռի են տվել, որ մեզ մեջից տանեն, նույնիսկ նրանք էլ, որ կարգին անալիզ են անում, էլ ինչ-որ բաներ գցում են, Ռուսաստան իրան լավ չպահեց, ուղղակի ուզեմ ստեմ ոնց է, Ռուսաստան իրան ինձ է վպահի և ինձ է պիտի պահեր։ Իհարկե լինելու է երկու ծրագիր, մեկը մինչև 44 օրվա պատերազմը և մեկը 44 օրվա պատերազմից հետո։ Իսկ Սովետական Միության մասին և Սովետական Հայաստանի մասին առանձին երկու հատ փոդքասթ մտադիր եմ հաղորդակրել հետագայում։ Եվ այս փոդքասթը պարավ վախտի խաղալիք սերիի մեջ չի մտնում, սրանք առանձին։ Ուրեմն, նախքան անցնել բացատրություններին, մի 3 բանավոր դուք պիտի գիտենաք։ Ռուսաստանը Սովետական միություն չէ։ Պարզա, Ռուսաստանը կապիտալիստական երկիր է, Հայաստանն էլ կապիտալիստական երկիր է։ Ուրեմն այս բաները ցանկացած բան որ մենք ուսումնասիրում ենք կամ իրա մասին խոսում ենք, այս 3 բանը պետք է աչքի առաջ ունենանք։ Սովետական միության ժամանակ էր, որ Ռուսաստանը, այսինքն Սովետական միությունը միլիարդ փող էր լցնում Հայաստան։ Այդ տարաշրջանն անցել է։ Ռուսաստանն հիմա պարտք է տալիս։ Իսկ շատ եմ լսել գույք պարտքի դիմաց Իոնեսյան և ուրիշներն ասում են, որ մենք մեր գույքերը տվեցինք Ռուսաստանին, որ Ռուսաստանը մեզ պաշտպանի, բայց տեսնում եք չի պաշտպանում։ Ընկերներ, դուք գույքը պարտքի դիմաց չեք տվել Ռուսաստանին, որ Ռուսաստան ձեզ պաշտպանի։ Դուք փող եք պարտքարել Ռուսաստանից, չեք կարողացի վերադարձնել այդ փողը և այդ գույքը վերցրել են փողի դիմաց։ Այս պրակտիկը ցանկացած կապիտալիստական սիստեմում գոյություն ունի։ Օրինակ Հունաստանի օրինակը։ Հունաստանն էլ ինձ հայերի նման բաշարող ժողովուրդին, կարծում եմ թե Գերմանիայի և Եվրոպայի միության գլուխը կարող են գլխարկ տնեն կամ խաբեն իրանց։ Okay? Փող պարտքարեցին, պարտքերը չկարողացան վերադարձնին, անցան դիֆալտի և Մերքելը պարզ ասավ, որ եթե փող չունեք տակ, մի հատ կղզիներից տվեք։ Եվ որովհետև IMF-ից են պարտք վերցրել, Հունաստան երկիրը արդեն պիտի սեփականացնեն, տան սեփական ընկերություններին։ Նույնիսկ Հունաստանի հարավում ծովի մեջ ահագին մեծ գազի ռեսուրսներ են գտնվել, բայց Հունաստան իրավունք չունի դրանց ծերտը, Հունաստան պետք է դրանց սեփականացնի, այս պարտքի դիմաց, որտեղ դեֆալտի է ենթարկվել։ Ուրեմն տեսնում եք, Հունաստանը երբեք սովետական չի եղել, միշտ կապիտալիստական է եղել, Եվրոպայի միության մեջ է, ՆԱԹՕ-ի մեջ է, բայց պարտ որ անումը չի կարում տա, ուրեմն նրա գույքն են վերցնում։ Արգենտինան երկրորդ օրինակ։ Արգենտինան էլ պարտք է վերցել, չի կարողանում պարտքը տա, ուրեմն նույնիսկ Արգենտինան ասել էր, որ պարտքը չեմ տա։ Ինչ արեցին։ Այդ ինստիտուշններ, որ Արգենտինային պարտք են տվել, իրանց պարտքը ամեն $1 դիմաց 20 սենտ առնում են ինչ-որ ֆինանսական օրգանիզացիաներ, որ կոչվում են Vulture Funds։ Այս Vulture Funds-ը հետո փողը առնում է։ Հիմա կռիվ կանի, ներքին պատերազմ կսարքի, տալ արդեն չի հետաքրքրում։ Եթե կարողացավ այդ փողը Արգենտինայից
հետ վերցներ, ուրեմն ամեն $1 դիմաց 80% ծախսեր դուս դրած, ասենք 50 سنت օգուտ նայել Իրանը։ Երրորդ բանը, որ ես շատ եմ լսում ընկերներից, որ Ռուսաստանը ուրիշ երկրների պարտքը ներում է, հայերին ոչ։ Ընկերներ, Ռուսաստանը մի հատ կապիտալիստական երկիր է եւ իրանք են որոշում իրանց պարտքը ինչ անեն։ Ուզում են կներեն, չեն ուզում կառնեն, դա ձեզ կապ չունի։ Ռուսաստանը սովետական միություն չի։ Դա հասկացեք այդ կամպանը։ Okay, անցնենք առաջ։ Իսկ մինչև 2016 թիվը սա ամեն փողերը, որ Ռուսաստանից պարտք է կարել, չեք կարողացի վերադարձնել եւ տեղը գույք եք տվել։ Այս փողերը կողացվել է։ Ոչ մի բան չի կառուցվել Հայաստանում։ Որ ինդուստրիան ունենք, որ հողագործություն ունենք, ինչ ունեք։ 12 միլիարդ պարտք ունեք։ ու մեր րոպե մտածեք, այդ փողերն ինչ այլ։ Բոլորդ գիտեք, որ կողացվել է։ Ես չեմ կարծում Հայաստանում մեջ մի հատ մարդ լինի, որ չգիտենա, որ ռազմական ուժերի կամ բանակի փողերն էլ լրիվ մսխվել է։ Մարդ կա որ չիմանա այդ։ Իսկ հետաքրքիր էր պատերազմից հետո հարցում են տալիս, չէ, նախքան պատերազմը հարցում են տալիս տարբեր մարդկանցից Արցախի մասին։ Դոկտոր պրոֆեսոր Շիրինյանը ասում էր, որ ռուսները մեզ խանգարեցին, մենք պետք է գնայինք մինչև եսիմ կուր արաքս գետը, են Խզմալյանն դրա Քոսխոլի ժպիտով ասում էր, ինչ Հայաստանի հարց, ինչ Արցախի հարց, Արցախի հարցը լուծված է, իսկ են տեր Վարդանովն ասում էր, ինչ Արցախի հարց, տենց հարց չկա, և մատ ուրիշ կին, ֆիլմը կա, ուղղակի չճարեցի որ տնեմ, այսար, լուծված էր Արցախի հարցը, չէ, ուրեմն տեսնում եք ինչ է կատարվում, իսկ ինչ ինվորմացիաներ կա, այս ոնց են ներկայացնում ձեզ, ասենք մինչև 2016 թվի քարորիա պատերազմը, հայերը գնացին 80-ական թվականներին, 80-երին, 90-էր չգիտեմ երբ էր, ասենք Ղարաբաղի արևմտյան շրջանները, որ գրավեցին, ասում են սա մեր պապական հողն է, հետ էլ չենք տալիս, այսինչ այնինչ, okay, դրա այդ գործ չունենք։ Իսկ, երբ որ դուք մի հատ տերիտորիա գրավում եք, կամ ձերն ասենք, հայերին նա եղել պապական հողերն են գրավում եք, դուք պետք է դրան պաշտպանեք։ Իսկ 44 օրվա պատերազմում մի հատ հնդկական անալիզ ընկերություն էր, որ ցույց էր տալիս խրամատները, խայտառակտուն։ Եվ իրանք ասում են, որ այս խրամատները եւ պատրաստականություն է այդ պատերազմի համար, 44 օրվա պատերազմի համար։ Նույնիսկ հավասար չի առաջին համաշխարհային պատերազմի ստանդարտների։ 30 տարի դուք ժամանակ ունեիք, որ խրամատները դզեիք, ինչ-որ խրամատների ներսը ապահով տեղեր սարքիք երեխեքի համար, զինվորների համար։ Չէ կարել։ Եթե ռուսներն են մեղք։ Ոչ։ Զորավարժությունների փողեր սրանք լրիվ մսխվել է, լրիվ։ Նույնիսկ այս Վարդան Ղուկասյանի, որ ես իրան շատ եմ հավատում, բացի իրա քֆուրներ տնենք ենքող, մարդը լուրջ ինվորմացիա է տալիս։ Ահագին ժենրալներ կան, որ կաշառքով ընտրվել են ժենրալ հայկական բանակի մեջ, որ գողություն անեն, 1 ու 2 10 էլ չեն, և լրիվն էլ ստացան ավելի բարձր պաշտոններ և ազգային հերոսի կոչում Նիկոլի կողից, որ մի շարք ազգային հերոսներն են դրանց ազգային հերոսական խաչերն ու ես տարբեր անուններ ունենք վերադարձրեցին, արդեն էլ իրա մարդիկ ամանչում են, որ իրանց հերոսի կոչում ունեն, և որ ամեն աղբի հերոսի կոչում են տալիս։ Գնահատել սահմանի վիճակը։
Այսինքն այս մինչև 2016 թիվն եմ ասում։ Սահմանի վիճակը ահա որ է եղել։ Եվ այստեղ ես քրիտիկ որ կարող եմ դաշնակցականներին անեմ, դաշնակցականներն իրանք 130 տարվա կուսակցություն են համարում, եւ իրանք 15 թվին կրվել են թուրքերի հետ, բայց մի հատ մարդ չկեր էտեր տեսները սահմաններում ինչ է անցնում, խրամատները ոնց է, զինվորը ոնց է պահվում, կամ ինչ զենքեր պետք ունեք, ինչ զենքեր, իրանք պետության մեջ են, չէ՞։ Իրանք ինչ են արել։ Էդ էլ ռուսների մեղքն է, չէ։ 2016-ի քարորիա պատերազմից հետո Սերժն ասաց, որ մենք 80-ական թվականի զենքերով ենք կռվել։ Okay? Սրա մասին մի քիչից հետո մի հատ ֆիլմ ցույց կտամ։ Okay. Այդ օրը 213 հոգի, եթե չեմ սխալվում, մեր երեխեքից մեռան, զինվորներից զոհվեցին։ Եվ իրանք ընդհանրապես պատրաստված չէին, որ մտենց հարցակում պիտի լինի։ Եվ ինչ որ կոմիսիա կազմվեց, որ այս քարորիա պատերազմի վերլուծեր քարորիա պատերազմը։ Ինչ վերլուծություն կոմիտեն ներկայացրեց։ Մի հոգի գիտի ինչ որ վերլուծություն ներկայացված է, խնդրում են ինձ էլ ուղարկեք։ Ադրբեջանցիք ինչ զենքեր են օգտվել քարորիա։ Լսելով իրանք այն ժամանակ արդեն անօթաչու օդանավներ են օգտվել։ Այսինքն դրոններ են օգտվել։ Ինչու անակնկալի եկան մերոնք, մեր զինվորները, որովհետև իրանք լուրջ ունեին, որ այդտեղ պետք է հարձակում լինի, չնայած իրանք զորավարժություն են անում, ասենք կոնտրռազվեդկան ինչ արել, կոնտրռազվեդկայի թերությունները պարզվեց, ոնց կարելի է մատ երկրի վրա հարձակվեց, որ երկիրը չգիտենա, որ երկրի վրա հարձակվում է, երբ որ երկրի սահմանից մի քիչ են գող զորավարժություններ է հետում։ Եվ այս ինֆորմացիան պետք էր նոր զենքեր գնելու համար։ Որ չարեցիք, չէ՞։ Նոր զենքեր էլ չգնեցիք։ Իսկ անալիզ արեցիք, լրիվ խոսակցությունն էր, որ 800 հեկտար վր գրավել են լավ հողա, թե վատ հողա։ Էդ էլ ռուսների մեղքն է։ Չէ։ Հաճախ լսում եմ, որ ռուսական զենքերը լավը չեն, արևմտյանը լավն են, այսինքն ռուսները մեզ լավ զենք չի տվել։ Նախընկերներ, զենքը չեն տալիս, զենքը գնում են։ Իսկ զենքի գնելու համար, այդ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որ Պենտագոնի չափ շենքա, որ ես վստահ եմ տեղին նստողները լրիվ բիզնեսով են զբաղված, այդտեղ պիտի որոշեն, ինչ զենք առնեն, ոնց պատերազմ վարեն։ Այստեղ ես մի հատ բան ես ցույց տամ զենքերի հաշվով։ Իսկ ես ինչ եմ այսքան վստահ խոսում ես բաների մասին, որովհետև մի հատ երկրի կառավարել է եւ մի հատ մեծ ընկերության կառավարել է եւ այդ դեպքերը, որ պատահում են մի հատ երկրի դիմաց եւ մեծ ընկերությունների դիմաց, մեկ նույնն են։ Ուղղակի մենք մեծ ընկերությունների մեջ մարդ չենք սպանում։ Մեր կռիվը էկոնոմիկական կռիվ է, տեխնոլոգիայի կռիվ է։ Զենքի կոմիտեն, որ պիտի պաշտպանության նախարարությունում նստած լինի, սրանք ինֆորմացիա պետք ունեն, զենք գնել տենց չի, որ ռուսներին ասեն, Ռուսաստան կի Ամազոն չի, որ դու երբ որ մեզ ասես զենք ձեզ տան, մեզ լավ զենք չտվեցին, խոսքերը որն է։ Նախ պիտի իմանաք ձեր բյուջեն ինչքան բյուջե ունեք զենք առնելու։ Ըստ պիտի կա զենքին։ Բախման վայրը որտեղ է։ Սարերի մեջ է, հարթ տարածքի վրա է, որտեղ է բախման կետը, բախման կետին որտեղից է սկսելու։
Թշնամուց տեղեկություններ պիտի հավաքել։ Եվ դուք պիտի գիտենաք թշնամու զինա տեսակները։ Այս ինֆորմացիան էլ կալսա կոմիտեի մեջ։ Թշնամուց տեղեկություն պիտի ունենաք զորավարժությունների մասին։ Զենք արտադրող հարևաններ երկրները, ձեր հարևաններ երկրներն են զենքեր են արտադրում։ Այս պիտի ինֆորմացիա դուք ունենաք։ Որ սահմանով զենք պետք է բերեք։ 44-օրյա պատերազմուն տեսակ, չէ՞։ Վրաստանը, որ մեր եղբայրական երկիրն է, իր սահմանը փակեց։ Իսկ եթե դուք Պարսկաստանից եք զենք առել, կարող եք բերել, եւ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը Պարսկաստանի սահմանով փամփուշտ ու արկա մատակարել Հայաստանին։ Ուրեմն էս էլ կարևոր է, պետք է գիտենաք, ասենք, այսքան խոսում եք Ֆրանսիան զենք կտա, օքեյ, զենք ոնց է ուզում բերեք Հայաստան։ Թուրքիան չի թողնի, Ադրբեջանը չի թողնի, Պարսկաստանի հետ Ֆրանսիան լավ հարաբերության մեջ չի, Վրաստանն էլ սահմանը փակեց, ուրեմն դուք փող էլ տվել եք, զենք չեք կարող ստանալ։ Եվ այլն, հազարավոր սս բաներ կա, որ պետք է կա զենք գնելու կոմիտեի մեջ, զենք գնելու կոմիտեն նայում է, բավական դրամ կա, այո, ուրեմն պատվիրում եք այդ զենքերը, 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ Զենքը չամիտ չի, երբ որ ուզում եք եթե խանութ առնեք։ Իսկ եթե ոչ, փող չունեք զենք առնեք։ Okay? Սա էլ հասկանալի է։ Ուրեմն ուրիշ բաներ պիտի մտածեք, խրամատներ պիտի պնդացնեք։ Այսինքն այդ բյուջեն որ ունեք, այդ բյուջեով դուք ուրիշ ձեռնարկներ պիտի, այսինքն ուրիշ գործեր պետք է անեք, որ կարողանաք դիմակայեք ձեր թշնամուն։ Զենք սենց են առնում։ Տեն չի որ մնաք միջև Ադրբեջան հարցակվի, այդ ասում եք Ռուսաստան մեզ զենք չի տալիս, Ռուսաստանը Ամազոն չի, AliExpress էլ չի։ Իսկ ես ստեղ մի հատ ֆիլմ ցույց տամ, Հարավսլավիայի դեպքը, առաջ իր դոկումենտները ցույց տամ, հետո արդեն այո, էսա։ Ուրեմն այսպես, անգլերեն տեքստը Վիկիպեդիայից եմ անել, ֆիլմն էլ ցույց կտամ։ 1999 թվականի մարտի 27-ին Հարավսլավիայի վրա ՆԱՏՕ-ի ռմբակոծման ժամանակ հարավսլավական բանակի ստորաբաժանումը 250-րդ հոբ հրթիռային բրիգադը 3-րդ գումարտակի, որը գտնվում էր գնդապետ Զոլտան Դանիի ղեկավարությամբ, խոցեց F-117 Night Hawk-ը, միացյալ գաղթակողի ինքնաթիռը։ Այսինքն մի հատ այս ռակետներ ցույց կտա։ Սովետական ժամանակվա ռակետներով մի հատ օդանավա խոցի, որ իր արժեքը $1 միլիարդ չափ է։ Okay? Իսկ հիմա ես ցույց կտամ ռակետները, Պարզա չէ։ Տեսնում եք ռակետները։ Այս ռակետները արտադրվել է 1961 թվականին։ 1961 թվականի 2 հատ ռակետով այդ աֆիսերը մի հատ $1 միլիարդ օդանավ, որ իրան կարծում են ոչ մեր ռադար իրան չի տեսնի, բերեցած։ Եվ ահագին ժամանակ Ամերիկայի Պենտագոնը մաներ գալիս է երիտասարդի հետևից, որով է, որտեվ իր ինֆորմացիան, եթե տարածվեր տարբեր երկրներում, Ամերիկայի այդ ձևի օդանավը, որ տրիլիոններ դոլար ծախսվել է սարքել, ուրեմն անիմաստ էր լինում, կխոցեն դրան։ Հիմա ֆիլմ նայեք, որ չկարծեք ինձանից եմ հանում այս բաները։ Ես էլ
film ընկերներ։ In 1999, the world was shocked when an old Soviet Union missile shot down the American F-117 Nighthawk stealth aircraft. At that time, the Nighthawk was on a mission to bomb military installations in Belgrade, Serbia. The Nighthawk was supposed to be accompanied by an EA-6B Prowler, whose job was to monitor enemy radar. However, the Prowler wasn't flown due to bad weather, leaving the Nighthawk to fly without the intended support. The Nighthawk's route had been previously passed, and Serbia had deployed the P-18 radar and the S-125 Neva air defense system, which proved effective in detecting the Nighthawk. Despite the vague radar readings, the Nighthawk was successfully locked on, and 2 missiles were launched. The first missile didn't hit the aircraft, but the second hit its left wing, causing it to spin uncontrollably and ultimately crash. In 1999, Պարզա ինչի մասին է խոսքը։ 1960-ական թվականների ռակետով են խփել։ Իսկ Սերժն ասում է 80-ական թվականի զենք ունենք, 80-ական թվականի զենքը 20 տարի ավելի կատարելագործված է։ Ռուսական զենքերը Հայաստանի, այսինքն 44 օրվա պատերազմի ներսը Բայրակտարը ինչ որ անուն անեց ցաղ աշխարհի մեջ։ Բոլորը խոսում են Բայրակտարներից։ Եվ ես ասացի, որ 44 օրվա պատերազմը հնդկական մի հատ ընկերություն մոնիթորինգ է արել։ Իհարկե Ադրբեջան դներ վեբիներս եւ իրանք անալիզ են անում։ Իրանց հետաքրքիր էր, որ Ադրբեջանին զենքերը օգտվում, որտեղ Ադրբեջանը համագործակցում է Պակիստանի հետ։ Եվ Հնդկաստանին, այսինքն հետաքրքիր էր ին զենքերը օգտագործվում։ Բայց Բայրակտարները հետո օգտվեցին Լիբիայում ու Ուկրաինայում։ Ոչ մի ինֆորմացիոն չկա, արդեն Բայրակտարը ոնց որ մոռացվել է ընդհանրապես։ Ինչու՞։ Որտեղ Ուկրաինայում Կրասոխա 4 ռուսները դրեցին եւ թթի նման թափ տվեցին Բայրակտարները։ Նույնպես Լիբիայում։ Okay? Ուրեմն ռուսական զենքերը վատ զենքեր չեն։ Ոչ թե վատ չեն, այլ ամենալավերից են իր հակաօդային պաշտպանները։ Իսկ եթե ձեր երեխեքը կամ այդ մարդիկ, որ հակաօդային պաշտպանության վրա նստած են, եթե դուք լսեցիք այդ ֆիլմը, ասում եմ մի հատ օդանավա գալիս, շատ ինչ են ասում, էժան օդանավ, եթե ռակետը իր վրա լոքանում, իրանք կարողանում են ռադարի սիգնատուրը ճարեն եւ այդ ռադարը գործից գցեն իրանք։ Ադրբեջանցիք նույն բանը օգտվեցին հայերի վրա։ Այսինքն կուկուրուս ստից օդանավներ բերում են, հայերը իրանց ռադարը լոքին անում, չին էլ անջատում, ուրեմն իրանք առաջի մի քանի ժամվա մեջ Հայաստանի բոլոր հակաուժային պաշտպանական զենքերը շարքից անեցին։ Հետո խոսվում է ՆԱՏՕ-ի բանակը։ Արապապյանն էլ չի կարում խոսա կամ ես իմ Իոնեսյանը կամ լրիվ այդ արևմտամետեր, այն ՆԱՏՕ-ի բանակը նենց։ Ընկերներ, ՆԱՏՕ-ի բանակը Ուկրաինայի 700,000 հոգանոց բանակը ՆԱՏՕ-ի ամենա լավ բանակն է եղել։ Մենակ անունով ՆԱՏՕ-ի մեջ չի եղել։ 2014 թվականից ՆԱՏՕ-ն իրանց վարժել է, իրանց պատրաստել է այս կռվի համար։ Ինչ է լավ։ Լրիվ մեջից գնաց։ Եվ իրանք կռիվը տանում էին ՆԱՏՕ-ի գեներալների եւ ՆԱՏՕ-ի ինստրուկտորների ինստրուկցիայով։ Լրիվ ժողովրդին տարան վարի տվեցին։ Այս էլ դեռ ՆԱՏՕ-ն։ Okay? Ուրեմն այսօր էսքանը մյուս անգամ ես խոսամ 44 օրվա պատերազմի մասին, որտեղ այն շատ հետաքրքիր ինչ են ասում նյութա ինքը իր համար։ Եվ ես ունեմ իմ կարծիքները, որ իմ ընկալումներն ու կարծիքները պատերազմի մասին, որ ձեր հետ կկիսեմ։ Այսօր այսքանը հաջողություն ձեզ։